Բարև ձեզ։ Մայիսյան հաղթանակների թեման մեզանում բավական հաճախ արծարծվող թեմա է։ Դա բնական է եւ նույնիսկ անհրաժեշտ։ Ինչու՞։ Ինչպես է ռազմական հաղթանակը վերածվում բարոյական, ապա սոցիալական կապիտալի։ Այս թեմայի քննարկման համար այսօր տաղավար ենք հրավիրել ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանին եւ հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանին։ Բարև ձեզ։ Ձեր կարծիքով ռազմական հաղթանակը զուտ ռազմական խնդիր լուծելուց բացի հասարակական կյանքում, հավաքականությունների կյանքում ուրիշ ինչ խնդիրներ են լուծում։ Մեծ հաշվով կարծում եմ այս դեպքում շատ բան պայմանավորված է այն իրողությամբ, թե ռազմական հաղթանակը այս դեպքում որպես նպատակ, թե որպես միջոց է դիտարկվում։ Մեր դեպքում կարծում եմ քննարկման ավելի ճիշտ դիսկուրսը դա հաղթանակը եւ որպես նպատակ եւ որպես միջոց դիտարկելն է եւ որպես միջոց դիտարկելու պարագայում արդեն այդ ձեր թվարկած բոլոր շերտերը հաղթանակի կամ բաղադրիչները կամ որպես հետևանք հանդես եկող բաղադրիչները դառնում են ավելի բացահայտ եւ ավելի ակնհայտ։ Դա առաջին հերթին կարծում եմ, որ բարոյական եւ բարոյահոգեբանական բնույթի խնդիրների լուծումն է, որոշ դեպքերում նաեւ նոր խնդիրների առաջադրումը, եւ դա, եթե նայում ենք հասարակական կամ ազգային համախմբվածության տեսանկյունից, այն է, ինչ պայմանականորեն կարող ենք անվանել մոբիլիզացիա կամ մոբիլիզացիոն գործընթաց, բայց մայիսյան հաղթանակների դեպքում կարծում եմ, որ հատկապես եթե խոսքը վերաբերում է Շուշիի ազատագրմանը, մենք այս դեպքում մոբիլիզացիան, համախմբումը, ջանքերի կոլեկտիվ հարթություն բերելը ունենք նաև մինչև հաղթանակը։ Այսինքն այս դեպքում գուցե ավելի ճիշտ կլինի խոսել պերմանենտ մոբիլիզացիայի մասին, որի արդյունքներից մեկը դարձավ հենց Շուշիի ազատագրումը եւ մայիսյան հաղթանակը։ Ինքը համալիր խնդիր է եւ կարծում եմ բոլոր հնարավոր բաղադրիչները մենք պետք է փորձենք դիտարկել, հասկանալու եւ ինչ-որ ձևակերպումներ տալու համար։ Հուսամ մեզ հատկացված ժամանակը կբավականացնի դա անելու համար։ Պարոն Տեր-Գաբրիելյան, ձեր կարծիքով ինչպես է, ինչ մեխանիզմով է ռազմական հաղթանակը վերածվում հաղթանակի այլ հարթության մեջ, տվյալ հավաքականության կյանքում։ Մեխանիզմ ես դժվարանում եմ հիմա ասել, այսինքն տրամաբանությունից ելնելով հաղթանակը արվում է ինչ-որ բանի հասնելու համար։ Այսինքն տրամաբանությունից ելնելով պարոն Գաբրիելյանի ասած միջոց է ավելի շուտ, քան վերջնական նպատակ։ Թե չէ որպես այդպեսին վերցրած ինձ թվում է առանձնապես ոչ մի հաղթանակ իմաստ չունի։ Այո, ունի խորհրդանշական նշանակություն, ունի փուլային նշանակություն, որ ինչ-որ բանի հասար, բայց ամեն դեպքում միջոց է, այսինքն պատերազմը այդ բան չէր, էլի, որ մենք ագրեսիվ կատաղած ժողովուրդ ենք, պիտի ինչ-որ մեկին ջարդենք, որ մեզ լավ զգանք։ Դա ինչ-որ պատճառներ ուներ, զարգանում էր հակամարտությունը, ստիպված էր շատ բաներ, որ տեղի էր ունենում, ստիպված էր, ռեակցիա էր, ռեակտիվ էր, այսինքն այլապես կկորցնեինք Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովրդին, այլապես նույնիսկ Հայաստանի անվտանգությունը հարցականի տակ դրված կլիներ։ Եվ այդպես ռեակտիվ ձևով ստիպված ինչ-որ հաղթանակների պիտի հասնեինք։ Հիմա էլ ինչ մի քանի այնքան գործոններ կան այստեղ իրոք հաշվի առնելու։ Նախ կոմպլեքսը, անլիարժեքության կոմպլեքսը, որ հայ ժողովուրդը ուներ եւ ուրեմն ադրբեջանցի գրողանարը առաջին անգամ ֆրանսիական մամուլում 90-ականներին, թե հենց նույնիսկ ավելի վաղ 80-ականներին գրեց եւ հետո շատ ու շատ խոսակցություններ ծավալվեցին դրա շուրջ, որ դարեր շարունակ իր ճակատամարտերը հայ ժողովուրդը տանուլ է տվել։ Ուրեմն եւ այդպիսով անլիարժեքության կոմպլեքս է առաջացել, որը հաղթահարելու համար լավ կլինի, որ ուրեմն պետք է հաղթանակ, պետք է հաղթել թշնամուն, թշնամու դաշտում, մարտի դաշտում։ Երևի թե
դրա մեջ էլ ինչ-որ դրամաբանություն կա։ Թեև ես չեմ կարծում, որ ժողովուրդը ունի ազգը մանավանդ, հա, ազգ հասկացությունը կարող է մարդու պես անլիարժեքության կոմպլեքս ունենալ, եւ չեմ կարծում, որ ինձ թվում է այստեղ շատ կարեւոր է այդ առասպելների ստեղծումը, մի առասպել, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ տանուլ է տվել ճակատամարտեր, մեկ այլ առասպել, թե երբ է հաղթել, ինչպես է հաղթել, որն է հաղթանակը, մի առասպել հայկական կողմից, որ ինչքան կարողացել ենք դիմադրել ենք, հա, Անդրանիկի առասպելը, մյուս առասպելը թուրքական կողմից, եթե վերցնենք, որ հայերն էին մեղավոր, որ ցեղասպանությունը տեղի ունեցավ, եթե հանգիստ նստեին տեղը, եթե չպայքարեին, բանկ չպայթեցնեին, չունենային զինված ինչ-որ խմբեր, ապա այդ ամենը տեղի չէր ունենա։ Ռուսներին չծախվեին, այսպես ասած, չծառային ռուսական կողմին պատերազմի ժամանակ, հա։ Ուրեմն դրանք բոլորը առասպելներ են, եւ ինձ թվում է Շուշվա հաղթանակը իր ֆիզիկական բնույթով հանդերձ, որովհետեւ մեզ մոտիկ է պատմության մեջ, շատերս տեղյակ ենք, գրեթե ներկա ենք եղել, իսկ շատերն էլ իրոք ներկա են եղել, կարելի է շատ զգալ, չնայած ավաղ կինո չկա, գրականություն չկա դրա մասին, բայց կարելի է զգալ ինչպես էր այդ զառի վերով մագլցում զինվորը կարճելով քարերից եւ թփուտներից, հա, շատերս եղել ենք Շուշում, տեսել ենք թե դա ինչպես էր տեղի ունենում, դե կարող ենք զգալ, չնայած այդ ֆիզիկականին շատ կարևոր էր առասպելի ստեղծումը։ Ու ավաղ, չնայած հաղթական առասպելի ստեղծմանը, հետագա զարգացումները այդ առասպելը այլևս ֆիզիկապես չեն ապացուցում, այսինքն մեր աչքերով, մեր զգայական օրգաններով մենք չենք կարողանում այդ հաղթանակի, այդ ձեր ասած բարոյական եւ այլ օգուտները քաղած լինել։ Մենք փորձենք քննարկել դեռ որքանով է իսկապես առասպելները նախ էական, ինչպես ռազմական հաջողություն, այնպես էլ դրան հետևող բարոյահոգեբանական միջավայրը, հավանաբար առասպել, եթե ասում եք, նկատի ունեք հենց այդ միջավայրի ձևավորումը, բարոյահոգեբանական դաշտը, եւ որքանով է հնարավոր այդ դաշտը վերածելու իսկապես սոցիալական կյանքի, իսկ որ այդ հաղթանակի զգացողությունը եւ եթե դա բարդույթ է, ապա բարդույթի հաղթահարումը օգնի մեզ լինելու ավելի լավը, քան հաղթանակից առաջ ենք եղել, եթե մի քիչ ավելի կարճ ձևակերպենք։ Ես կարծում եմ, այստեղ շատ կարևոր է ձևակերպումը։ Դուք մի քանի տերմին օգտագործեցիք, ավելի լավը սոցիալական հարթություն եւ այլն, մեծ հաշվով եթե նայենք, բազմաթիվ են դեպքերը, երբ հաղթանակները որպես այդպիսին սոցիալական հարթություն, պայմանական չեն էլ տեղափոխվել եւ մնացել են կամ շարունակում են մնալ մտածողության վրա ազդող առասպելներ կամ առասպելույթներ, ինչպես կուզեք ձևակերպենք, այսպես ներքին բավարարվածություն, բարոյական ինչ-որ դերքին հագեցվածություն ապահովելու համար, բայց մեծ հաշվով նշվեց, որ կարևորագույն խնդիրը, եթե ամեն ինչ թողնենք մեկ կողմ, լուծվեց։ Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ ազգաբնակության ֆիզիկական անվտանգության ապահովումներ 1, Հայաստանի Հանրապետության սահմանների ֆիզիկական անվտանգության մակարդակի բարձրացումներ 2 եւ երրորդ շատ ավելի կարեւորը այն էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարողացավ եւ կարողանում է կայանալ որպես պետություն եւ պետականություն բոլոր խնդիրներով, բոլոր բացթողումներով, բոլոր բացասական երևույթներով եւ իրողություններով հանդերձ։ Բայց այստեղ շատ կարեւոր է, եթե մենք հասարակության հարթություն տեղափոխենք, որպեսզի կարողանանք հաղթանակը ծառայեցնել, այդ միֆերը, որոնք որպես կանոն իրացիոնալ են, մենք պետք է կարողանանք տեղափոխել ռացիոնալի հարթություն։ Մենք պետք է կարողանանք տեղափոխել, որպեսզի այդ ռացիոնալի հարթությունում իրանք ծառայեն կոնկրետ հասարակական, քաղաքացիական եւ ազգային ու համազգային խնդիրների լուծմանը։ Մենք Շուշիի հաղթանակի մասին շատ քիչ ենք խոսում։ Հիշում ենք մայիսին
եւ հիշում ենք այն ժամանակ, երբ որևէ նվիրալի ծնունդն է կամ որևէ նշանային իրադարձություն կամ միջոցառում։ Պարոն Տեր-Գաբրելյանը ճիշտ նշեց, այսօր մենք չունենք կամ գրեթե չունենք հաղթանակի ռացիոնալիզացիան սպասարկող բազան։ Դա գեղարվեստական գրականությունն է, դա գեղարվեստական ֆիլմն է, դա ընդհանրապես հեռուստատեսությունն է, որը ըստ էության պետք է այդ անընդհատ սպասարկումը ապահովի, որպեսզի ինքը հասարակական գիտակցությունում եւ անհատական գիտակցությունում դառնա կամ դարձվի կարևոր տարր։ Ցավոք սրտի մենք դա չենք անում եւ ցավոք սրտի շատ դեպքերում այդ նշումը հաղթանակների վերածվում հերթական շարքային մի իրադարձության։ Անում ենք, որովհետեւ մայիսի 9-ն է եւ ամոթ է, եթե այդ օրը որևէ հեռուստաընկերության եթերով որևէ հաղորդում չգնա։ Եվ եթե գնում է ռացիոնալ, ոչ թե ուղղակի քարոզչություն, այլ ռացիոնալ, գիտակցված, նպատակային քարոզչություն, այդ դեպքում դու ունենում ես հաղթանակի իրական ազդեցություն եւ ռազմական հաղթանակի փոխակերպում որպես հասարակական գիտակցություն ապահովող կամ հասարակական գիտակցության ձևավորման վրա ազդող գործիքի։ Ցավոք սրտի այդ մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ փոխակերպումը, դեռևս բավարար չեն։ Մենք շատ ենք առիթներ ունեցել քննարկելու ազգայինի ֆորմատից կամ ազգայինի հարթությունից մենք պետք է կարողանանք հաղթանակները եւ հաջողությունները բերել ազգային քաղաքացիականի կամ քաղաքացիական ազգայինի հարթություն։ Դուք նշեցիք փոխակերպում ավելի շատ բարոյական հարթության մեջ, երբ կամ հանրային գիտակցության հարթության մեջ։ Հավանաբար հաջորդ քայլը պիտի լինի նաև ինստիտուցիոնալ, այսինքն եթե քարոզչություն է գնում, բայց իրական կյանքը ուրիշ բանի մասին է հուշում, նույնիսկ կարող է այդ թեկուզ շատ լավ մտածված, շատ պրոֆեսիոնալ կատարվող քարոզչությունը հակազդեցություն առաջացնել։ Քարոզչության այդպիսի դեպքեր աշխարհում եւ մեզանում հաճախ պատահում են։ Ձեր կարծիքով բարոյական կապիտալը հասարակական կապիտալի վերածելու գործընթացը ինչ խողովակներով պիտի տեղի ունենար։ Որտեղ ի վերջո բավական երկար ժամանակ է անցել գոնե Շուշիի ազատագրումից։ Գիտեք, ինչ շատ հայտնի ինչ որ թեզեր կան, ես նկատի ունեմ, որ իրոք, եթե քարոզչությունը ֆիզիկական աշխարհին մարդու էս այսպես ասած բանականությանը հակառակ ուղղությամբ է գնում, փլվում է, հա, ինչպես խորհրդային միության քարոզչությունը, ասենք թե։ Ուրեմն քարոզչությունը մեծ նշանակություն չունի իրականում, վաղ թե ուշ այն փլվելու է, եթե իրականությանը չի համապատասխանում։ Իրականությունը ինչ պիտի լիներ։ Կար պլան մաքսիմում, երբ այդ հաղթանակը տեղի էր ունենում։ Պլան մաքսիմումը դա Լեռնային Ղարաբաղի ցանկացած կարգավիճակով լինի դա առանձին հանրապետություն թե Հայաստանի մաս, զարգացումն էր։ Դա նշանակում էր, որ եթե հակամարտության սկզբում այնտեղ բնակվում էր 150-175 հազար մարդ, ապա հակամարտության ավարտից մի 5-6 տարի հետո այնտեղ պիտի բնակվեր 300-400 հազար մարդ։ Դա նշանակում է, որ այն տարածքները, որոնք երկար տարիներ համարվում էին անվտանգության գոտի եւ հետո հանկարծ էլի առասպելի մի պահ դարձան այսպես կոչված ազատագրված տարածքներ եւ անկախտելի մաս Լեռնային Ղարաբաղի, որը մեր քարոզչությունը դպրոցական դասագրքերի միջոցով եւ այլն սկսեց վերարտադրել եւ քարտեզները սկսեցին այդպես տպագրվել, այդ ամենը կոնստրուկցիա է, հա, եղել է մեր կյանքի ընթացքում։ Ուրեմն այդ տարածքները պիտի բնակեցվեին անկախ նրանից թե ինչպես էին կոչվելու։ Դա նշանակում է, որ ոչ թե մի հատ ճանապարհ պիտի ստեղծվեր, որը մի քանի տարի շարունակ գովերքվեր որպես Կովկասի ամենալավ, ամենավորակյալ մայրուղի, այլ պիտի կապերը հնարավորին չափ շատ զարգանային եւ ուղղաթիռային կապերը եւ չնայած նրան, որ օբյեկտիվ պատճառներ կան ինքնաթիռի կապը մինչեւ հիմա չիրականանալու համար, սակայն պահեր կային պատմականորեն, երբ դա շատ ավելի հեշտ կարելի էր իրականացնել, քան այսօր։ Այդ ամենը տեղի չունեցավ։ Ընդհակառակը ժողովրդի մի մեծ քանակ թողեց գնաց այնտեղից։ Դա ֆիզիկական
իրողությունների պատկերն է, այսինքն ամբողջ ծրագիրը, այն ինչի համար միջոց էր այդ հաղթանակը, չիրագործվեց։ Մյուս պահը, որ ուզում եմ նշել, դա էլի անդրադառնալով արվեստին, գրականությանը որպես օրինակներ, ինչ որ բան փորձելու ամբողջացնել, ընդհանրացնել եւ ներկայացնել որպես ընդհանրացում, հա։ Ուրեմն մենք մի փոքրիկ հիմնադրամ վերջերս 1988 խորագրով պատմվածքների մրցույթ էր հայտարարել, պատկերացրեք ներկայացված ոչ մի պատմվածք 1988-ի մասին չէր պատմում, բոլորը պատմում էին այսօրվա մասին, այն օրվա ազդեցության տակ։ Եվ դրանցից մեկը կոչվում էր «Տղերքը գրիլ են ուզում», թե մոտավորապես այդպես, այն մասին էր, ինչպես Ղարաբաղից վերադարձած կռված տղերքը կռվի ժամանակ արձակուրդ եկած, ինչ որ մեկը կարծեմ մահացել էր, եկել էին թաղման թե ինչ, ապրում են այն ապրումները, որոնք ինձ էլ շատ հարազատ են, որովհետև իմ շատ բարեկամներ այն տարիներին այդ ապրումները ապրում էին։ Նա ուսանող է, նրան հեռացրել են համալսարանից, որովհետև նա անհարգելի բացակայում է կռվելով Ղարաբաղում։ Նա աշխատում է, ինչ որ հիմնարկում այնտեղից հեռացրել են նրան, որովհետև նա անհարգելի բացակայել է։ Ուրեմն դա մի օրինակ։ Երկրորդ օրինակը Սեդամ Ավյանի հարցազրույցը հայտնի, որի համար նա այս վերջերս արժանացավ մրցանակի պարոն Ռուբեն Հայրապետյանի հետ, որտեղ պատմվում է Ռուբեն Հայրապետյանի խոսքով, ինչպես էր նա զենք հայթայթում Հայաստանից դուրս, բերում Ղարաբաղ հասցնում, որպեսզի մատակարարի զինվորներին, եւ տեսեք այստեղ ինչ է, որ Հայաստանի հայ ժողովրդի հայ ազգի առասպելի տեսակետից դա շատ կարևոր հայրենասիրական, եթե ոչ հերոսական գործունեություն էր։ Իսկ սովորական մարդկային абստրակտ օրենքների տեսակետից դա զուտ օրինասանց գործունեություն էր։ Եվ այդ հարցերը լուծված չէին այն ժամանակ, այսինքն պատերազմը, ես մի գործում դա անվանել եմ մասնավոր պատերազմ։ Պատերազմը լեգիտիմացիայի չէր ենթարկվել ամբողջությամբ։ Եվ մինչև հիմա էլ այդպես մնում է։ Եվ այդ բոլոր գրական կամ այլ արժեքներում, ժուրնալիստական, կինեմատոգրաֆիկ արժեքներում տեսնում ես, թե ինչպես երկատված է հայ մարդու պատկերացումը այդ պատերազմի մասին։ Վերցրու Սփյուռքը, որոնց գերագույն մեծամասնությունը շատ լավ հասկանում են ցեղասպանության համար, ճանաչման համար պայքարի իմաստը, բայց մեծամասնությամբ հրաժարվում են Լեռնային Ղարաբաղի համար լոբինգի ակտիվիզմի մեջ մտնել նույն կերպ, ինչպես ցեղասպանության համար։ Ես նկատի ունեմ արևմուտքում բնակվող հայկական Սփյուռքի կազմակերպությունների մեծամասնությունը, որովհետև նախ համարում են, որ մեկը մյուսին կխանգարի, երկրորդը իրենց ընտանիքի պատմությունն է, ցեղասպանությունը, իսկ Ղարաբաղինը ոչ։ Եվ այլն, այսինքն մենք հիմա ունենք երկատվածության վիճակ, այդ պատճառով էլ այդ հաղթանակը այսպես բացառիկ տոն չէ, այլ անընդհատ մտահոգության առիթել է տալիս, բայց դա լավ է, դա վատ չէ, որովհետև եկեք չմոռանանք, որ ցանկացած հաղթանակ նաև պարտություն է իր մեջ պարունակում։ Նույն հաղթողը երբեք չի կարող միշտ հաղթել։ Ուրեմն, եթե մի անգամ հաղթեցինք, պետք է հաշվարկել, փորձել հասկանալ, իսկ ինչու ենք եւ երբ ենք եւ ինչպես ենք պարտվելու։ Երկրորդը, նույն հաղթողը ունի խիղճ եւ կա պարտվող կողմ։ Եվ անհնար է դրանից խուսափել, դրա մասին էլ մտածելուց։ Շարունակում ենք զրուցել ռազմական հաջողությունը բարոյական ու սոցիալական հաջողությունների վերածելու թեմայի շուրջ, տաղավարում մեզ հետ են հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը եւ ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը։ Դուք հաղորդման առաջին հատվածում նույնպես անդրադարձաք հաղթանակի որպես որոշակի բարդույթից ազատվելու ֆունկցիոնալ նշանակության հետ նաև, եթե այդ տեսանկյունից նայենք, ապա ձեր կարծիքով որքանով գոնե Շուշիի հաղթանակը, ոչ հայրենական մեծ պատերազմի, դրան էլ իհարկե կարելի է անդրադառնալ, բայց հիմնականում Արցախյան պատերազմում տարած հաղթանակը որքանով մեզ ազատագրեց պարտվածի բարդույթից, որքանով մենք դարձանք ավելի խաղաղասեր, ավելի հանդուրժող, ավելի ոչ կոնֆլիկտային, միթե սա չէր լինելու հաղթանակի եւ այդ բարդույթից ազատվելու իրական արդյունքը։
Չեմ կարծում, որ դա պետք է լիներ, որտեվ ամենևին պարտադիր չի հաղթելուց հետո դառնալ ավելի խաղաղասեր կամ ավելի հանդուրժող, բայց այստեղ շատ ավելի կարևոր խնդիր կա։ Խոսքի ընթացքում մենք անդրադարձանք նրան, թե ինչ հարթությունում պետք է տեղի ունենա տրանսֆորմացիան, պարոն Տեր-Գաբրելյանն էլ խոսեց դրա մասին։ Մեծ հաշվով եւ ըստ տրամաբանության իմ ընկալմամբ ցանկացած հաղթանակի արդյունքը, եթե դա պետականության ֆորմատում ենք մենք դիտարկում, պետք է լինի ավելի շատ բնակչություն ունենալը, այսինքն հասնելը նրան, որ մարդիկ ապրեն հաղթանակած պետությունում, այլ ոչ թե հեռանան, պետք է լինի ավելի ապահով, ավելի պաշտպանված, ավելի ակտիվ, ավելի կրեատիվ հասարակություն ունենալը, պետք է լինի ավելի արդար հասարակություն եւ համակարգ ունենալը, պետք է լինի վերաբերմունքի փոփոխությունը պետության իշխանության նկատմամբ, այսինքն ընկալման փոփոխությունը պետք է լինի։ Հիմա ցավոք սրտի այն ինչի մասին խոսեց պարոն Տեր-Գաբրելյանը, դա իրականում ողբերգություն է։ Եթե 22 տարվա ընթացքում գոնե չի եռապատկվել բնակչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ազատագրված տարածքի, այդտեղ մենք ունենք լրջագույն խնդիր։ Եթե 22 տարվա ընթացքում կամ մոտավորապես այդքան ժամանակահատվածում մենք չենք ապահովել մրցունակություն, մենք չենք ապահովել միգրացիայի գոնե զրոյական մակարդակ, մենք չենք ապահովել ներհոսքի որոշակի մակարդակ, նշանակում է այդտեղ էլ ունենք խնդիր։ Եվ խնդրի ամենակարևոր բաղադրիչներից մեկը իմ կարծիքով որպես ազգագրագետ այն է, որ մենք չենք կարողանում ապահովել այդ անցումը ազգայինի հարթությունից զգայական, իռացիոնալ, պատասխանատվություն եւ պարտականություններ չպահանջող հարթությունից դեպի քաղաքացիական հասարակություն, որտեղ դու դառնում ես այդ հաղթանակի տերը, որտեղ դու դառնում ես միաժամանակ տերն ու պատասխանատուն հաղթանակի դրական արդյունքների անընդհատ ապահովման։ Այդ տրանսֆորմացիան մենք պետք է կարողանայինք անել կամ գոնե հիմա պետք է կարողանանք անել։ Ցանկացած հաղթանակի արդյունքը դա ավելի ուժեղ լինելն է, քան էինք մինչև հաղթանակը կամ քան էինք հաղթանակի ընթացքում։ Դա է իրական փոխակերպումը, որտեղ միայն այդ կերպա ապահովում նաև զարգացումը եւ այդ կերպա, ոնց որ նշվեց, ապահովում դիմագրավումը կամ գոնե չպարտվելու հավանականությունը հնարավոր բախումներում կամ հնարավոր պատերազմներում։ Շատ հաճախ է խոսվում այն մասին, որ մեզ հաղթանակի հասցրեց ոչ թե մեր ռազմական կարողությունը այդ ժամանակվա, այլ առաջին հերթին մեր ոգին։ Եվ ենթադրվում է, որ ոգին, հաղթանակացի ոգին պիտի նաև հետագայում մեզ օգներ հաղթահարելու շատ ավելի փոքր բարդություններ, քան հաղթանակն է մարտի դաշտում թշնամու հետ։ Ձեր կարծիքով ինչ պատահեց այդ ոգուն, եթե իսկապես դա ոգի էր, որ մեզ առաջնորդում էր, ձեր ասած մոբիլիզացիան որտեղ մարեց, եթե եղավ։ Շատ կարևոր հարց է իհարկե եւ առնչվում է մեր ամբողջ նախորդ խոսակցությանը։ Ես գուցե պարոն Գաբրելյանի թեզը մի քիչ վերաձևակերպեի, այսպես ասեի, որ ուրեմն մեր պատմությունները, առասպելները հաղթանակի մասին, Ղարաբաղյան պատերազմի մասին ոչ միայն քիչ է դրանց ընդհանրացումը, վերաձևակերպումը, գիտակցումը տարբեր ձևերով գիտությամբ, ասենք արվեստով եւ այլն, այլև դրանց առնչությունը Հայաստանի, հայ ժողովրդի, հայ հասարակության այլ հարցերին բացակայում է այդ առնչությունը։ Իմ օրինակը, որ ասացի մարդուն գործից հանում էին, որ գնում էր պատերազմ կռվելու, այդ առնչության փորձերից մեկն է, որ իմ օրինակը չէ, այլ հայտնի փաստ է։ Ուրեմն մեզ մոտ այդ առնչությունը շատ քիչ է տեղի ունենում։ Օրինակ ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ կլինի մի գեղարվեստական գործ որևէ ժանրով կամ թեկուզ սոցիոլոգիական, հա։
գեներալները անկախության առաջին 20 տարիներին պատերազմից հետո գեներալների վերադարձը։ Օրինակ մի հսկայական գործոն, որը Աննա ջան հենց գալիս է հենց այն թեզին, որ դու ես ասում, ինչ տեղի ունեցավ, ինչ պատահեց։ Գեներալներ ճակերտավոր կամ ոչ ճակերտավոր, նրանց դերը եւ նշանակությունը, հա։ Մեկ այլ թեզ էլի շատ նման դրան, որ այսօր խաղաղարարական ծրագրերի մասին, ոչ կառավարական, միշտ երկու արգումենտ կա, մեկը կողմ, մեկը դեմ։ Դեմը ասում է, որ չի կարելի ունենալ ժողովրդավարություն այն երկրում, որը դեռ պատերազմական վիճակում է։ Կողմը ասում է, որ միայն ժողովրդավարության արմատացման, զարգացման դեպքում հնարավոր կլինի նաև հասնել կայուն լուծման հակամարտության։ Երկուսն էլ զուտ թեզ են, երկուսն էլ ինչ-որ ծանրակշիռ ապացույցներ չունեն, հա, բայց մեկը մի բան է թույլ տալիս անել, մյուսը մեկ այլ բան է ուզում կամ պարտադրում անել, եւ այդ թեզերը իրար հետ ընդհանուր հայտարարի եկած չեն։ Նույն կերպ, ուրեմն, այն հարցը, օրինակ այս վերջերս մի խաղաղարարական կազմակերպություն կանանց դերը կովկասյան այդ հակամարտությունների մեջ խաղաղարարական դերը այդպիսի մի մրցանակաբաշխություն էր հայտարարել եւ Հայաստանում քննարկումը գնում էր այսպես. եկեք մեր երիտասարդ ակտիվ կանանցից մեկին, որոնք մարդու իրավունքների ասպարեզում մեծ դերակատարություն ունեն, առաջ քաշենք։ Եվ ես որքան էլ այդ կանայք տեխնացուները ինձ անձամբ շատ մոտիկ ընկերուհիներ են, ստիպված պիտի հակաճառեի ու ասեի, որ նրանք փորձ չունեն հակամարտության մեջ դեր կատարելու, խաղաղարարական առաքելության, նրանք փորձ ունեն ներքին հակամարտության մեջ մարդու իրավունքներ պաշտպանելու եւ այլն, եւ վերջը կոմպրոմիսային տարբերակ տեղի ունեցավ, երբ մի կին իրոք արժանի կին ստացավ այդ մրցանակը, բայց մարդու իրավունքների համար իր պայքարի մեջ ներդրման համար ձևակերպմամբ։ Այսինքն, էլի այդ անջրպետը, որը գոյություն ունի Ղարաբաղյան հակամարտության բոլոր տարրերի հետ, լինի դա պատմությունը հակամարտության, լինի դա ռազմական կողմը, լինի դա խաղաղարարական եւ բանակցությունների կողմը, լինի դա հասարակական արդեն զարգացումները, այդ արտագաղթը, տնտեսությունը եւ այլն, եւ մեր հայաստանյան հայկական այլ կոնտեքստների հետ այդ անջրպետը ոչ մի կերպ չի լցվում։ Շատ դժվար է այդ անջրպետը լցնել։ Ու ինձ թվում է, որ դա նույն այդ երկատվածության արտահայտություններից մեկն է։ Բայց պատկերացրեք, հույսը ինձ համար համենայն դեպս շատ ակնառու է, որովհետև այդ նույն երիտասարդ կանայք, Զառա Հովհաննիսյան, Ծովինար Նազարյան եւ այլ, այդ նույն երիտասարդական շարժումները, այդ նույն էկոլոգիական շարժումները, նրանք շատ ավելի հեշտ են ընդգրկվում խաղաղարարական երկխոսությունների մեջ, որովհետև նրանք սովոր են քննադատաբար մտածել, նրանք կարող են, ինչպես ներքին միֆը կարող են դեկոնստրուկցիայի ենթարկել, հա, որ Հայաստանում դեմոկրատիա եւ ամեն ինչ լավ է, այդպես էլ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող միֆերը, նրանք կարող են իրենց դնել դիմացինի կոշիկների մեջ, ինչպես ասում են, դիմացինի ցավը զգալ, դիմացինի հետ ճիշտ լեզու գտնել եւ այլն։ Այսինքն մենք այդ կարողությունը ունենք շատ նշանակալի չափով։ Փոքրամասնություն է իհարկե այդ զարգացած թևը մեր քաղաքացիական հասարակություն, բայց այն կա։ Կարևոր է, որ այն օգտագործման դրվի եւ կարևոր է, որ նրա խոսքը ներքին քաղաքական էլիտաների մոտ, ներքին, այսպես ասած, կառավարական համակարգում ազդեցություն ունենա։ Պարոն Գաբրիելյան, դուք որպես ազգագրագետ ինչպես կգնահատեք այդ կարողությունը, այսինքն այն, որ ինքնագիտակցությունը դառնա մի հարցին, թե ինչ պատահեց այդ ոգուն, այսինքն դա եթե դրա արդյունքը պիտի լիներ մեր ինքնագիտակցության բարձրացումը, ինչպես շատ հայտնի արտահայտությամբ ընդունված է ասել, ապա ձեր կարծիքով որտեղ է այդ ոգին, որ կարող է մի օր որևէ հարցի շուրջ նորից համախմբվել։ Այդ պայմանական ոգին, հա, որ ասում ենք, դժվար ասել որտեղ կորավ ինքը, բայց բոլոր դեպքերում ինքը պետքա կորեր, որովհետև այստեղ մենք չունենք այդ ժամանակահատվածում միայն Արցախյան պատերազմի խնդիր։ Մենք ունենք պետականության կայացման գործընթաց,
Իսկ դրանք շատ դեպքերում տրամաբանորեն եւ տրամագծորեն հակառակ գործընթացներ են։ Մի կողմից ոգու կոնսոլիդացիան այնտեղ էր, հա, եւ մյուս կողմից այստեղ տեղի էր ունենում այն, ինչ տեղի էր ունենում։ Դա սեփականաշնորհումն էր, դա այն բացասական իրողություններն էին, որոնք աստիճանաբար արմատավորվում էին եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ այլ դարձյալ այդ ոգու տրանսֆորմացիան էր կարևոր, որը ճիշտ տեղի չունեցավ։ Խոսվեց գեներալների, գիտեք, ճիշտ տեղի պետք է ունենալ հետևյալ կերպ։ Այդ ճիշտը անընդհատ նշում ենք, միգուցե հայրենիքին մատուցած ծառայությունների գնահատումը ինքը ինստիտուցիոնալ գործընթաց է։ Կամ պետք է ինստիտուցիոնալիզացվի։ Պատահական չի, որ բոլոր երկրներում կան մեդալներ, շքանշաններ, պատվոնշաններ, աստիճաններ եւ այլն, որոնք տրվում են հայրենիքին մատուցած ծառայությունների կամ բացառիկ ծառայությունների համար։ Երբ որ տեղի է ունենում այդ դրա դեֆորմացիան, այսինքն երբ հայրենիքին մատուցած ծառայությունը դառնում է հասարակական, քաղաքական, տնտեսական, բիզնես կյանքին մասնակից դառնալու նպատակով օգտագործվող ինչ-որ մի հատ անցագիր, այդտեղ արդեն տեղի է ունենում դեֆորմացիա, որովհետև դու մեխանիկորեն հնարավորություն ես տալիս ռազմական կամ ռազմականացված փուլի շարունակությունը արդեն խաղաղ ժամանակներում, այդ էլ է դեֆորմացիա։ Պատերազմը ունի իր կանոնները։ Խաղաղ կյանքը պետակաշինության գործընթացը ունեն իրենց կանոնները։ Երբ որ դու պետականաշինությունը շատ դեպքերում շարունակում ես պատերազմական կանոններով, երբ քո հռետորաբանությունը, տեսեք ինչ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Հայաստանում ցանկացած ներքին հնարավոր պայթյունավտանգ իրավիճակի դեպքում առաջին բանը, որ նետվում է հրապարակ եւ իշխանության եւ ընդդիմության կողմից, այդ այն է, որ դրանով մենք վտանգում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը։ Դա ցույց է տալիս, որ զինադադարից հետո այդ ռազմականացված մտածողության մոդելից մենք դեռևս չենք կարողանում մինչև վերջ կամ չենք կարողացել մինչև վերջ ազատագրվել, որովհետև նորմալ տրանսֆորմացիայի դեպքում ցանկացած պայքար քաղաքացիական հարթությունում, որը տեղի կունենար Հայաստանի Հանրապետությունում, ցանկացած բախում մտքերի, հայացքների, քաղաքական կողմնորոշումների, ինքը իրականում պետք է նպաստեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի լուծմանը, որովհետև սա այն դեպքերից է, որ նույնիսկ խաղաղ պայմաններում մենք գրեթե միշտ ունեցել ենք մեկնարկային առավելություն կոնֆլիկտի կողմ հանդիսացող Ադրբեջանի հանդեպ։ Ընդ որում այդ առավելությունը մի 12-15 տարի առաջ անհամեմատ ավելին էր։ Դա ժողովրդավարության ավելի բարձր մակարդակն է, քան էր եւ է Ադրբեջանում։ Դա փառահեղ շանս է, որովհետեւ այս այն վիճակն է, երբ դու առաջարկում ես նույն արժեքները, որոնք ընդունված են, ժողովրդավարացումը, քաղաքացիական հասարակության կայացումը, թեկուզ ներքին բախումների պայմաններում, դրանք նպաստող երևույթներ են, որովհետև դու ասում ես պարտադրված պատերազմում ես հաղթել եմ եւ այդ հաղթանակը ես օգտագործում եւ ծառայեցնում եմ ժամանակակից դասական քաղաքակրթական նորմերին համապատասխանող պետություն դառնալուն։ Ես չեմ դառնում ավտորիտար համակարգ, ես չեմ գնում տոտալիտարիզմի ճանապարհով, ես չեմ գնում օլիգարխիկ տնտեսության ճանապարհով, ես անում եմ այն, ինչ անում է ցանկացած նորմալ երկիր։ Ես կայացնում եմ ուժեղ պետություն, ես հարգում եմ քաղաքացու իրավունքները, ես տալիս եմ իրացման հնարավորություն իմ քաղաքացիներին, ես տալիս եմ որակյալ կրթություն եւ այլն, քանի դեռ իսկ հիմա ցավոք սրտի արդեն մենք շատ քիչ ենք օգտագործում։ Մենք ունենք այդ մեկնարկային առավելությունը, քանի դեռ այ մեր գերխնդիրը պետքա լինի դա, որովհետև դա այն իրական տրանսֆորմացիան է, որի մասին խոսում ենք երկուսս։ Դու անում ես մի բան,
որը քո երկրի ներսում, քո հասարակության ներսում ապահովում է պերմանենտ մոբիլիզացիան եւ հասարակական առողջացումը եւ երկրորդ դու անում ես մի բան, որը ընդունելի է հիմնական դերակատարների համար, եթե բացառենք Ռուսաստանը։ Այսինքն այդ պետքա լինի այն տրանսֆորմացիան, որի մասին մենք խոսում ենք, ու այդտեղ քաղաքական իշխանության խնդիրը ձևակերպումները, ինստիտուտները նորմալ աշխատեցնելն է։ Բոլորին պետությունը եւ ինստիտուտները պետք է հայտնեն եւ հասարակությունը շնորհակալություն, բոլորի վաստակը պետք է հարգվի պարտադիր կերպով, դա բարձր թոշակնա եւ այլն, բայց բոլորին պետք է ասել, որ սիրելիներս, պատերազմը ավարտվել է եւ քաղաքացիական կյանքում գործում եւ գործելու են քաղաքացիական կյանքի նորմերը եւ արժեքները։ Ամբողջ հասցնը, որ հաճախ հնչում է, թե պատերազմը չի ավարտվել։ Եվ եթե ընդունենք այս թեզի ճշմարտացիությունը նաեւ, որովհետեւ դե ֆակտո ավարտվել է, դե յուրե չի ավարտվել, այսինքն միևնույնն է մենք կոնֆլիկտի կողմեր ենք։ Ապա ձեր կարծիքով հաղթանակի ամրագրումը, որ մենք այդ կոնֆլիկտի ընթացքում այնուհանդերձ ձեռք ենք բերել, իսկ ինչպես ասում են, հաղթանակի հասնելը հեշտ է, թեև մեր դեպքում այդքան էլ հեշտ չեղավ, բայց հաղթանակը պահպանելը կամ ամրագրելն է դժվար։ Որպես ամփոփում, ինչ կուզենայիք, որ հասարակական կյանքում ինչպիսի նախաձեռնություն կուզենայիք, որ ձեր կարծիքով կամրագրեր իսկապես այդ հաղթանակը, կպահպաներ այդ հաղթանակը։ Գիտեք, Անա ջան, այսպես էլի եմ ասում, այսպես երազանքային բաներ շատ կարելի է ասել ու ավաղ ռացիոնալ, բայց դրական 20 տարվա ընթացքում հիմնականում ասվել է ամեն ինչ պիտի արվեր եւ նոր հիմա էլ ասվեց որոշակի իմաստներով։ Դրա համար ես էլի դա չեմ ուզում կրկնել, այն որ արտաքին քաղաքականությունը այլ կերպ պիտի դասավորվի, որ Սփյուռքի հետ հարաբերությունները այլ կերպ, որ Ղարաբաղի բուն հետ հարաբերությունները այլ կերպ եւ այլն, այդ չեմ ուզում ասել, եւ որ ժողովրդավարության սկզբունքները Հայաստանում պիտի փոխվեն, հա, այդ մի քանի օր առաջվա ընտրություններն էլ էին հաղթանակի մասին, հա, երբ որ հաղթանակի համար ռակետնի ցաներից կրակում են, ինչ որ բան ասում է դա, հա, ինձ թվում է ամենամեծ էլի կներես ուզում ես դրական բան ասեմ, ես էլի մի քիչ քննադատական եմ ուզում ասեմ, մենք վերարտադրեցինք, ինչպես արդեն ասվեց, բայց արդեն հողը կար դրա համար, բայց վերարտադրեցինք ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքը, մեր սեփական քաղաքացիների նկատմամբ մեր վերաբերմունքում, այսինքն մեր կլանը, մեր ընտանիքը, մնացածը թշնամի են, ու այդ բոլորը բոլորի դեմ պատերազմը, այդ անարխիան, որ Հոբսն է ասել, փաստորեն դարձավ փոխանակ հասարակական փոխօգնությունը դառնա եւ այլն, դարձավ այն հիմնական սկզբունքներից մեկը, որի հիման վրա այսօրվա հասարակությունը կազմավորված է եւ որի պատճառով միգրացիա է տեղի ունենում։ Մարդը ոչ թե գալիս է մյուսին, ասում է օգնիր ինձ, կամ մյուսը գալիս է ասում է ես քեզ ուզում եմ օգնել, որտեվ գիտեմ դու խնդիր ունես, այլ միայնակ է, թողնում գնում է։ Ուրեմն այդ է ախտորոշումը իմ կարծիքով։ Ուրեմն պետք է այդ հաղթանակի ու պարտության պարադիգմայից դուրս գալ, այդ թշնամու եւ բարեկամի պարադիգմայից դուրս գալ ինչ որ չափով, հա։ Մրցակցությունը լավ բան է, բայց փոխօգնությունը ինձ թվում է մենք մի քիչ դրա կարիք ունենք իրականում, ոչ թե խոսքերով, այլ միմյանց նկատմամբ հարգանքը եւ այլն, որպեսզի այդ այսպես ասած գողական հաղթանակի ինչ որ պարոդիայի ձևով այդ նույն բաները չկրկնենք, այդ նույն միֆոլոգիաները չկրկնենք մեր առօրյա կյանքում, հա, ես ինչ լավ եղավ, ես սրան տրորեցի, սրան հաղթեցի։ Այ ինչ որ քարոզ է ստացվում, բայց իմ ասածը դա է, որ պիտի այդ պարադիգման փոխվի։ Պարոն Գաբրիելյան, ձեր կարծիքով որպես ամփոփում մենք ունենք այդ պարադիգման փոխելու ռեալ հնարավորությունը եւ գիտակցական իմաստով, այսօր ամենակարևորը գիտակցական իմաստով, նույնիսկ շեշտեմ այդ ոգու իմաստով, փոխօգնության եւ սիրո ի վերջո։ Ունենք միանշանակ եւ ոչ միայն մենք։ Ցանկացած հասարակություն, ցանկացած մշակույթ այդ պոտենցիալը իր մեջ ունի։ Ուղղակի շարունակելով պարոն Տեր-Գաբրիելյանին, մենք բոլորիս է երևի թե սա վերաբերում,
մեր մեգա մտածողության հարթությունից մի քիչ պետքա վերանանք։ Այսինքն այս երկրում մարդիկ պետք է դադարեն լինել միայն պրեզիդենտ, առնվազն դեպուտատ կամ փոխնախարար դառնալ ցանկացող։ Ամեն ոք իր տեղում են ամենապարզ, ամենապրիմիտիվ բաները անելով, երեխային նորմալ դաստիարակելով, չգիտեմ, երթուղային տաքսու դուռը նորմալ փակելով, փողոցում նորմալ քայլելով, կարմիր լույսի տակ սպասելով ու երեխային կամ կողքինին դա սովորացնելով, դիմացինի նկատմամբ ամենատարրական հարգանքը ունենալով, ինքը արդեն դնում է այդ փոփոխությունների սկիզբը, որ դրանով մենք խուսափում ենք նաև մի շատ ուրիշ վտանգավոր միֆից, որը էլի կա, պատերազմը դեռ չի ավարտվել։ Այո, պատերազմը դեռ չի ավարտվել, բայց եթե այդ տրամաբանությամբ մենք առաջնորդվենք, մենք խնդիրներ ունենք մեր գրեթե բոլոր հարևանների հետ։ Այդ նշանակում է, որ մենք անընդհատ սերունդներ շարունակ ապրելու ենք ռազմականացված դրության մեջ։ Դա այնքան էլ այդպես չի, որովհետև նույն հաղթանակը 1992 թվականի մեզ տվել է կարևորագույն մի գործիք, որի մասին խոսում ենք բոլորս։ Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության երաշխավորը որպես պատերազմի արդյունք, այլևս ազատամարտիկը չէ, այլևս որսորդական հրացանով սահման պահող որևէ սահմանամերձ գյուղի բնակիչը չէ։ Հայաստանի Հանրապետության բանակն է, որը այս դեպքում խաղաղության հիմնական երաշխավորն է։ Դա նշանակում է, որ դու որպես հասարակություն ունես խաղաղ ապրելու իրավունքը, դա նվաճված իրավունք է, եւ պետք չի այդ պերմանենտ պատերազմի մասին վտանգով անընդհատ հասարակությանը զրկել խաղաղ լայն առումով խաղաղ ապրելու իրավունքից։ Դրա արդյունքը այդ արտագաղթն է։ Մարդիկ հեռանում են ոչ թե պատերազմի մեջ չապրելու, այլ ուղղակի խաղաղ ապրելու համար, աշխատելու, նորմալ կենցաղ ունենալու, նորմալ կրթություն տալու, երեխաներին որոշակի պաշտպանվածության դաշտ բերելու համար, այդ է իրական խաղաղությունը։ Իսկ դրա ապահովման կարևորագույն ինստիտուտը բանակը նաև որպես պատերազմի արդյունք ստեղծվել է։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Էթնիկ հավաքականությունների կյանքում ռազմական հաջողությունը պարզապես տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը պահպանելու գործիք չէ։ Ռազմական հաջողությունը բարոյական, ապա նաեւ հասարակական կապիտալի վերածելու բարդ գործընթաց է։ Գործընթաց, սակայն, որը պահանջում է ոչ այնքան կազմակերպական, որքան մտածողական աշխատանք։ Իսկ այդ գործընթացը միտված է ապագային։ Սակայն ապագայի նկատմամբ, ինչպես փաստում են եւ տեղական եւ միջազգային բազմաթիվ կազմակերպությունների իրականացրած հետազոտություններ, մեր հանրությունը սպասելիքներ չունի։ Եվ հիմնականում անհատական մակարդակում հարցը լուծվում է ծանոթ ու հայտնի եղանակով, արտագաղթելով հաղթանակած հայրենիքից։ Մնացեք խաղաղությամբ։